Անցած տարվա ամառվանից անազատության մեջ գտնվող սարիթաղցիների հարազատները շարունակում են պայքարը։ Այսօր սկսեցին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից, խնդրում են աջակցել ընտանիքի անդամների ազատ արձակմանը։ Միթե մի հրահրված ընթարման համար 3-ից 8 տարի հոդված են տնում։ Ունենք Ձեր աջակցության կարիք եւ խնդրում ենք որ օգնեք։ Նախորդ տարվա հուլիսին Սասնածռերի գործողությունից հետո Սարիթաղը շրջափակման մեջ էր հայտնվել։ Բնակիչները զրկվել էին կոմունալ ծառայություններից, չէր գործում տրանսպորտը։ Իրավիճակի դեմ ընդվզման հետևանքով բախում էր առաջացել ոստիկանների ու սարիթաղցիների միջև։ 7-8 ամիս անց 10 սարիթաղցիներ դեռ գտնվում են անազատության մեջ։ Արդար չի կայանում, ոչ մի դատավարություն։ Պատասխան են տալիս քար գցելու համար, որ ոստիկանին քար է գցել։ Իսկ ով է պատասխան տալու 18 տարեկան երեխու աշկը հանելու, 8-10 տարեկան երեխին իր բալկոնում կանգնած վախի ճիշիկանի տակը, ով է պատասխան տալու դրա համար։ Թող մի լուծում տան այս հարցին, այս երեխեքը դուրս գան։ Սարիթաղցիներին լսեցին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ No, I can't speak. Just I take later. Օգնության խնդրանքով ծրարը պետք է հանձնվեր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներին։ Սարիթաղցիներին սակայն այստեղ ոչ ոք չլսեց։ Փոխարենը հորդորեցին նամակը նետել արկղի մեջ։ Օտարերկրյա դեսպանների նամակներ ուղղելով հույս ունեն Հայաստանի իշխանությունների ուշադրությունը սևեռել անօրինական դատավարությունների վրա։ Սարիթաղի գործով կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը Թորոս Թորոսյանը պնդեց. գրեթե բոլոր գործերով դատավարությունները ընթացել են անօրինական որոշումներով։ 8 ամիս կալանավորված են տղաները, գործը գտնվել է հատուկ քննչականում, քննել են, բայց մինչև առեսօր չգիտեն ով ինչը արել։ Ոստիկանները, տուժող 7 ոստիկանները ոչ մեկ չեն ճանաչում 10 կալանավորվածներին։ Եվ երրորդը, խափանման միջոց ազատությունը միանշանակ մերժում են բոլորին։ Եվ երրորդը հենց տուժող, չորրորդը հենց ոստիկանները իրենք են ասում, տուժող ոստիկանները, որ պահանջը եղել է գազը, ջուրը, տրանսպորտը։ Այդ դեպքում ինչ բռնություն է կիրառել Սարիթաղը ոստիկանների հանդեպ։ Պահանջների հասցեատերը գլխավոր դատախազությունն էր։ Բա մենք մարդ չենք, այդ ձայներ տանելու ժամանակ գալիս եք, ուզում եք, ձայն եք ուզում որ ընտրեք, բա դուրս եկեք մեկ կանգնեք ժողովրդի դեմը խոսացեք։ Սարիթաղցիներն անհիմն են համարում ոստիկանի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքը։ Հիմնականում դատախազության այս գնահատականն է հիմք դարձել սարիթաղցիների ազատազրկման։ Արդեն 7-րդ անգամ են գալիս գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ նրանց չընդունեց, փոխարենը հերթական նամակը վերցրին։ 8 ամիս մարդիկ կալանավորված են, այդ սանկցիան ինչի հիման վրա են տալիս։ Ուրեմն Սարիթաղը որ 5-10 տարի է տալիս։ Ուրեք ախր փախնում եք այս հավատալը։ Ես եկել եմ վերադասը կարգադրես, դե դու այդ վերադասը բան ունեք դիմումից ասելու, թե չէ։ Մենք սպասենք պատասխանը։ Քրեական գործերի ընթացքը վերանայելու պահանջով նամակը նաև նախագահական տարան։ Սարիթաղի գործով կալանավորվածների փաստաբանները եւս հայտարարում են, դատավարություններն ընթանում են խախտումներով։ Իրականության հետ կապ չունեն նաև առաջադրված մեղադրանքները։